Պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին քայլեր ձեռնարկել Ստեփանակերտի օդանավակայանից չվերթները կանխելու համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը, պնդելով, թե նմանօրինակ քայլերը լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին եւ միտումնավոր սրում են իրավիճակը։ Շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը էքստրեմալ տուրիզմով զբաղվող մի ընկերության հետ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ է սկսում Արցախի տարածքում։ Սպիտակ տան ղեկավարին եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին այսօր չի հաջողվել համաձայնության գալ մի շարք հարցերում։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Դոնալդ Տուսկը միաժամանակ ընդգծել է, որ կողմերը համակարծիք են ահաբեկչության դեմ պայքարի եւ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հարցում։ My feeling is that we agreed on many areas, first and foremost on counter-terrorism. Մենք շատ հարցերում համաձայնության եկանք, սակայն որոշ հարցեր, օրինակ առևտրի եւ կլիմայի վերաբերյալ մնում են բաց։ Ես նաեւ 100%-ով վստահ չեմ, որ մենք ընդհանուր դիրքորոշում եւ կարծիք ունենք Ռուսաստանի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջին անգամն է Բրյուսելում, որտեղ Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումներից բացի մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին սպառնացել է դուրս բերել զինուժը թուրքական Ինջիրլիքի ավիաբազայից, եթե Անկարան չվերացնի Բունդեսդագի падգամավորների համար սահմանված մուտքի արգելանքը։ Ես այսօր անձամբ կբարձրացնեմ այդ հարցը նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հստակ ընդգծելով, որ մեր բանակը խորհրդարանին է ենթարկվում եւ падգամավորների տեսակցությունը նրանց հետ պարտադիր պայման է։ Պաշտոնական Անկարան գերմանացի падգամավորների մուտքը ավիաբազա արգելափակեց շաբաթներ առաջ, երբ Բերլինը որոշեց քաղաքական ապաստան տալ Էրդողանին դիմախոսներին։ Նրանց Թուրքիայում մեղադրանքներ են ներկայացված անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու համար։ Բրիտանական ոստիկանությունը եւս 2 մարդ է ձերբակալել շաբաթվա սկզբին Մանչեստրում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ այս պահին գործով ձերբակալվածների թիվը հասնում է 8-ի, որոնց թվում են պայթունն իրականացնելու մեջ կասկածվող մահապարտի, Լիբիայից Մեծ Բրիտանիա ներգաղթած Սալման Աբեդիի հայրը եւ 2 եղբայրները։ Արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական պետություն խմբավորումը։ Այսօր Բրիտանիան 1 րոպե լռությամբ հարգել է զոհերի հիշատակը։ Թագուհի Եղիսաբեթը հիվանդանոցում այցելել է վիրավոր երեխաներին։ Մեծ Բրիտանիան մեղադրում է ամերիկյան հատուկ ծառայություններին Մանչեստրի ահաբեկչության մասին գաղտնի նյութերի արտահոսքի համար։ Վարչապետ Թերեզա Մեյն այսօր հայտարարել է, թե պատրաստվում է նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպանը հատուկ ընդգծել, որ երկու երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը պետք է գաղտնի մնա։ Ավելի վաղ ամերիկյան մամուլում ահաբեկչության եւ կասկածյալների վերաբերյալ մանրամասներ էին հրապարակվել, որոնք ըստ բրիտանական ոստիկանության կարող են խոչընդոտել գործի քննությանն ու իրական կազմակերպիչների բացահայտմանը։ Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Լևիս Լյուկենսը BBC-ի հետ զրույցում դատապարտել է կատարվածն ու պնդել, թե ամերիկյան կառավարությունը քայլեր կձեռնարկի մեղավորներին բացահայտելու համար։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարակ Օբաման շատ ջերմ ընդունելության է արժանացել Բերլինում, որտեղ հրապարակային բանավեճի է մասնակցել կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկու առաջնորդները հանդես են եկել բողոքական ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված համաժողովում, ընդգծելով մարդասիրության ու ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը։ Մի քանի ամսից Գերմանիայում կայանալիք դաշնային ընտրություններից առաջ Օբաման նաև իր աջակցությունն է հայտնել Անգելա Մերկելի քաղաքականությանը փախստականների հարցում։ Աստծո համար սահմանի այն կողմում կանգնած երեխան սիրո եւ կարեկցանքի ոչ պակաս կարիք ունի, քան իմ սեփական երեխան։ Մենք չենք կարող տարբերություն դնել նրանց միջև, որոշելով ով է ավելի կարևոր, ով է ավելի արժանի ունենալ տանիք, սեր, կրթություն եւ հնարավորություն։ Մյուս կողմից մենք պետությունների առաջնորդներ ենք եւ պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիներին եւ երկրի սահմանները, սակայն մենք պետք է քայլերը ձեռնարկենք այնպես, որ մեր մարդասիրությունը դրանից չտուժի։